Վերջերս քննարկման է դրվել քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախաձեռնություններ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերին, մասնավորապես ընտանիքի անդամների հետ հաղորդակցության սահմանափակման հիմքերին և պատժախցում պահելու առավելագույն ժամկետներին։ Նախագծի վերաբերյալ մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի և ընտանիքի անդամների հետ հաղորդակցության իրավունքի սահմանափակման հարցը վերջին շրջանում հայտնվել է իրավական և հանրային քննարկումների կենտրոնում։ Քննարկման առարկա դարձած օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեակատարողական օրենսգրքում, սահմանելով լրացուցիչ երաշխիքներ դատապարտյալների, մերձավոր ազգականների հետ կապի պահպանման համար, ինչպես նաև վերանայել պատժախցում պահելու առավելագույն ժամկետները, դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Արտաքին աշխարհի հետ դատապարտյալների կապը պահպանելու առնչությամբ գործում է հետևյալ միջազգային չափանիշը։ Այն է, ընտանիքի հետ շփման բացարձակ արգելքներ չեն կարող սահմանվել տույժի միջոցների կիրառման շրջանակներում։ Նշվածը բխում է թե Նելսոն Մանդելայի կանոններից, թե եվրոպական բանտային կանոններից։ Այնուամենայնիվ, գործող քրեակատարողական կարգավորումների համաձայն կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ տույժի միջոցների կիրառման շրջանակներում կարող են սահմանափակվել վերջիններիս տեսակցությունների, տեսազանգերից և հեռախոսակապից օգտվելու իրավունքը, և այդ սահմանափակումները կարող են տարածվել նաև մերձավոր ազգականների հետ հաղորդակցման ազատության վրա։ Գործող քրեակատարողական օրենսգրքով նախատեսված է, որ պատժի կատարման կարգի խախտման դեպքում դատապարտյալի նկատմամբ կարող են կիրառվել տարբեր կարգապահական տույժեր, ներառյալ տեսակցության, հեռախոսակապի և տեսազանգի իրավունքների սահմանափակումը։ Սակայն մասնագետների գնահատմամբ գործող կարգավորումները բավարար չափով չեն տարանջատում դատապարտյալի այլ անձանց և մերձավոր ազգականների հետ հաղորդակցության իրավունքը, ինչը չի բխում միջազգային չափանիշներից։ Պրակտիկայում առաջացող խնդիր է և հետևանք է մի բանի, որ օրենսդրական հստակ սահմանում չկա, թե մերձավոր ազգականների ընտանիքի անդամների հետ շփման սահմանափակումը ինչ հիմքեր և ինչ կարգով է կիրառվում։ Օրենսդրական հիմքեր առկա չեն։ Այս տարանջատումը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն բխում է միջազգային իրավունքով սահմանված չափորոշիչներից։ Մասնագիտական շրջանակներում ընդգծվում է նաև, որ ընտանիքի և մերձավոր ազգականների հետ կապի պահպանումը կարևոր նշանակություն ունի դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացում։ Ըստ մասնագետների, արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցությունը նպաստում է սոցիալական կապերի պահպանմանը և հետագա ինտեգրմանը հասարակությունում։ Սահմանափակումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատապարտյալի վրա, մասնավորապես կարող է ազդել վերջինիս վերասոցիալականացման վրա, բայց ուզում եմ նշել, որ դա բացասական հետևանքներ է առաջացնում ոչ միայն դատապարտյալի համար, այլ նաև վերջինիս ընտանիքի անդամների և հատկապես օրինակ անչափահաս երեխաների համար, քանի որ բոլորս էլ գիտենք, որ անչափահասների հոգեբանական զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև ծնողների հետ շփումը, և այս տեսանկյունից օրենսդրական որոշակի բաց կա։ Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին արձանագրումներ են կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և միջազգային կառույցների գնահատականներում։ Մասնավորապես արձանագրվել է, որ պրակտիկայում հաճախ սահմանափակվել է ազատությունից զրկված անձանց ընտանիքի անդամների հետ հաղորդակցությունը առանց բավարար հիմնավորման և առանց գնահատելու կիրառվող սահմանափակման համաչափությունը։ 2025 թվականին տեղի ունեցել ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի մշտադիտարկումը իրականացնող կոմիտեի նստաշրջանը 82-րդ, որի շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 5-րդ պարբերական զեկույցը, և արդյունքում կոմիտեն ընդունել է եզրափակիչ դիտարկումներ, որոնցով հանձնարարականներ են տրվել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես կոմիտեն իր մտահոգումն է արտահայտել առ այն, որ գործող քրեակատարողական նորմերի համաձայն դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել այս սահմանափակումները միջազգային ստանդարտների խախտմամբ, և նշել է, որ պետությունը պետք է զերծ մնա այդ սահմանափակումները կիրառելուց և կիրառի դրանք միայն սահմանափակ ժամանակահատվածում և միայն հուժ անհրաժեշտ դեպքերում։ Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ կարգապահական տույժի տեսակը և կիրառման հիմքերը պատշաճ կերպով չեն հիմնավորվում։ Կարգապահական տույժերը ըստ էության, այսպես ասած, փոքրիկ դատավճիռ են դատապարտյալների համար։ Դրանց ոչ իրավաչափ, կամայական, չպատճառաբանված լինելը կարող է մի շարք բացասական հետևանքներ առաջացնել դատապարտյալի համար,
Օրինակ տույժերի կիրառմամբ կարող է դատապարտյալը զրկվել վաղաժամկետ ազատման հնարավորությունից կամ խստացվել պահման պայմանները։ Եվ սրա հետևանքն է նաև վերասոցիալականացման գործընթացի վրա բացասական ազդեցությունը։ Այս խնդիրների լուծման համար կարծում եմ, որ պետք է որոշակի օրենսդրական եւ գործնական լուծումներ սահմանել, մասնավորապես այդ լուծումներից կարևորում եմ կիրառվող տույժերի որոշումների պատճառաբանվածության բարձր շեմ սահմանելը օրենսդրորեն եւ նաեւ արձանագրել, որ օրինակ եթե տույժ նշանակելու մասին որոշումը ոչ պատճառաբանված է կամ ընդհանրապես պատճառաբանված չի, դա ինքնըստինքյան հիմք է տվյալ տույժը վերացնելու համար։ Կարևորվում է կատարված արարքի եւ կիրառվող տույժի միջև պատճառահետևանքային կապը, համարժեքությունը, ինչպես նաեւ դատապարտյալի լսված լինելու իրավունքի պահպանումը։ Քննարկվող փոփոխությունները վերաբերում են նաեւ պատժախցում պահելու առավելագույն ժամկետներին։ Նախագծով առաջարկվում է կարգապահական կալանքի եւ պատժախոց տեղափոխելու առավելագույն ժամկետը 15 օրից նվազեցնել մինչեւ 14 օր, ինչպես նաեւ սահմանել, որ անձը պատժախցում չի կարող անընդմեջ պահվել 14 օրից ավելի։ Անընդմեջ լինելու հանգամանքը ենթակա է գնահատման իրավակիրառ մարմինների կողմից, այսինքն այս դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից, իհարկե այս մեկնաբանումը չպետք է հակասի իմ կողմից վկայակոչված միջազգային չափանիշներին եւ պետք է համահունչ լինի այս կարգավորումների ընդունման նպատակին։ Ամեն դեպքում ցանկացած դեպք ինդիվիդուալ է եւ իրավակիրառ մարմինները ելնելով այս կամ այն դեպքից պետք է իրենք գնահատեն, իրենք մեկնաբանեն այս կատեգորիան, այսինքն օրենքով որևէ սահմանում չենք տալիս այս եզրույթին։ Այս փոփոխությունների հիմքում եւս միջազգային չափանիշներն են, ըստ որոնց մեկուսի պահումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում հնարավորինս կարճ ժամկետով եւ որպես վերջին միջոց։ Մասնագետների գնահատմամբ նման մոտեցումը միտված է նվազեցնելու մեկուսացման հնարավոր բացասական ազդեցությունները անձի հոգեկան եւ սոցիալական վիճակի վրա։ Պատժախոց տեղափոխելու տույժի միջոցի կիրառման առավելագույն 14-օրյա ժամկետի սահմանումը եւս բխում է միջազգային չափանիշներից, մասնավորապես խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն, հաշվի առնելով այն բացասական ազդեցությունները, որոնք վրա են հասնում մեկուսի բանտարկության արդյունքում, նշել է, որ պատժախոց տեղափոխելու միջոցով տույժի միջոցի կիրառման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 14 օրը, եւ բացի այդ նշել է, որ պետք է արգելվեն այն դեպքերը, երբ որ անընդմեջ կիրառվում են տույժի միջոցներ, քանի որ նման պայմաններում այդ անընդմեջ պատժախոցում մնալու ժամկետը կարող է գերազանցել այս տույժի միջոցի կիրառման համար օրենքով սահմանված ժամկետը։ Այս գործընթացն ամբողջությամբ հաջողելու համար մասնագիտական համայնքը կարևորում է դատական վերահսկողությունը, ինչպես նաև առաջարկվում են խիստ կարգապահական տույժերի մասին, ինչպես օրինակ դատապարտյալին պատժախոց տեղափոխելու վերաբերյալ որոշումները չկայացնել միանձնյա, այլ քննարկել կոլեգիալ մարմնում։ Նախատեսվող փոփոխություններով սահմանված ժամկետի առումով եւս վեր են հանվում խնդիրներ։ Պրակտիկայում կարող է առաջանալ հետևյալ խնդիրը, երբ դատապարտյալի նկատմամբ օրինակ կիրառվեց 10 կամ 14 օր ժամկետով պատժախցում տեղավորելու ձևով տույժը եւ նա կրելով այդ տույժը դուրս է գալիս, մի քանի ժամ հետո կամ 1 օր հետո նորից նույն տույժն է կիրառվում եւ օրինակ նորից 10 օր կամ 14 օր։ Օրենսդրական առումով այստեղ վարչակազմը քրեակատարողական հիմնարկի որևէ խախտում ըստ էության թույլ չի տալիս, որտեղ անընդմեջ չի եւ ժամանակային խզում կա։ Բայց կարծում եմ, այս ժամանակային խզումը չպետք է շատ կարճ լինի եւ սա կարող է որոշակի ռիսկեր պարունակել վարչակազմի կողմից կամայականությունների դրսևորման եւ կարծում եմ, որ պետք է օրենսդրական մակարդակով որոշակի լուծում տրվի այս հարցին։ Քննարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ձևավորելու ավելի հավասարակշռված մոտեցում։ Մի կողմից պահպանելով քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ու կարգապահությունը, մյուս կողմից ամրապնդելով դատապարտյալների հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխիքները։